Նույն Գյումրի քաղաքն է։ Նոր Հայաստան նախաձեռնությանը միացած քաղաքական ուժերը ոչ ասելով սահմանադրության փոփոխություններին միասնականության կոչ են անում ու դեկտեմբերի 1-ից Ազատության հրապարակում համազգային հավաքով սկսում անհնազանդության ակցիաները։ Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ասում են, որ այս անգամ փոխել են մարտավարությունը ու չսպասելով մինչև քվեարկությունն են պայքարը սկսում ու համոզված են, որ այս անգամ իրենց հաջողվելու է իշխանությանը հեռացնել։ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատը այս ընթացքում նոր գործելավոճ է նախընտրել, որ գործընթացները քաղաքական սկսել ոչ թե քվեարկությունից հետո ինչպես միշտ եղել է ու այս վարչախումբը հաշվել է ընդդիմության անդամները, մենք սկսում ենք մինչև քվեարկությունը դեկտեմբերի 1-ից։ Կա ռեալ հնարավորություն սկսել եւ հաղթել։ Դրա հավանականությունը նրանով մենք տեսնում, որ մենք եղել ենք բոլոր մարզերում եւ տպավորությունը ոչ միայն այն է, որ մենք ենք ներկայացնում միգուցե սուբյեկտիվ, այլ ռեալ իրականությունը, ժողովուրդը զզվացել այս վարչախմբից։ Դեկտեմբերի 1-ին մենք պետք է հավաքվենք ու քայլեր կատարենք եւ ցույց տանք, որ դեկտեմբերի 6-ը չպետք է կանցնի իրենց սցենարով։ Ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները սահմանադրական փոփոխությունները ծուղակ են որակում եւ կարծում են, որ հենց իշխանություններն էլ իրենք են ընկնելու իրենց ծուղակը։ Նոր Հայաստան շարժման միասնական շտաբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը ասաց, որ մի խնդրանքով է եկել Գյումրի։ Մենք կրկին անգամ եկել ենք Գյումրի, եկել ենք մեր հայրենագիտների դուրը, եկել ենք ծեր դունը, նորից մի խնդրանքով եւ արդեն այս անգամ վերջին անգամ։ Բոլորս պիտի գիտակցենք, որ լուծումը այս անելային վիճակից դուրս գալու չի լինելու սիստեմային դրամապանության մեջ։ Ընդդիմությունը երկար տարիներ հարգել է այդ դրամապանությունը եւ 20 տարի է մենք արդյունք չունենք։ Բոլորս գիտենք ինչպիսի համակարգ է կանգնած մեր դեմ։ Բռնադիրություն է կանգնած վերթեմ։ Բռնադիրությանը միայն ու միայն ժողովրդային ճնշմամբ եւ ժողովրդային ընդվզմամբ հնարավոր է հեռացնել։ Ուրիշ ճանապարհ ես չեմ պատկերացնում։ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը ասաց, որ Հայաստանը հիմա գտնվում է բախտորոշ խաչմերուկում։ Որը ավելի կարևոր է, քան ցանկացած նախագահական կամ խորհրդարանական ընտրություն անգամ, որովհետև այսօր, այս տարի Հայաստանի հրապարակներում վճռվելու է մեր երկրի աբական պետականությունը, որակը եւ լինել չլինելու հարցը։ Դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ու անհնազանդության ակցիաների մասին խոսում են Նոր Հայաստանի ներկայացուցիչները, բայց հստակ չեն մատնանշում, թե ինչ են անելու։ Ռաֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցի, թե ինչ են կոնկրետ անելու դեկտեմբերի 1-ին։ Ճակերտներ ինչու չեն բացում։ Ներկայությամբ ճակերտ չկա, որ ճակերտ լիներ կբացեի, կամ ընդհանրապես ճակերտ չէր լինի։ Քաղաքական խորհուրդը ինքն իր մեջ եւ նաեւ քաղաքական եւ քաղաքացիական գործընկերների հետ դեպական խորհրդատվությունների մեջ է դեկտեմբեր 1-ին ժամը 6-ին մենք կներկայացնենք մեր առաջարկը ժողովրդին մի առաջարկ, միգուցե մի քանի առաջարկ եւ ժողովուրդը ինքը իր ներկայությամբ, իր քանակով, իր որակով պիտի հավանություն տա այդ առաջարկին, որը ես ենթադրում եմ չի լինի մի անգամյա ինչ որ այսպես խնդիր, մի ժամվա հարց, այլ դեպական պայքար։ Իհարկե, մեր ժողովրդի մոտ կա արդարացի սպասում, որ մի օրվա մեջ լուծենք այս հարցը։ Այդքան ֆրուստրացիա կա, այնքան անարդարություն, այնքան գողացված ընտրություններ, բայց մենք ասում ենք հարադեպ պայքար, այդ պայքարը սկսում ենք դեկտեմբեր 1-ից, հուսով ենք, որ դա շատ կարճ կդեվե, եթե հայ ժողովուրդը գա եւ չսպասի, որ մենք իր փոխարեն անենք, որ ինքը գա եւ ինքը դառնա առաջնորդողը մեր շարժման։ Այդ օր կլինեն կոնկրետ ռազմավարական նշանակության եւ մարտավարական առաջարկներ, կոնկրետ քայլեր,